Հարսնաձորի լեգենդը հեղուստասերիալում Նարեն Վռամի հետ անկեղծ զրույցի ընթացքում պատահաբար իմանում է մի բան, որ ամբողջությամբ փոխում է իր պատկերացումները Արմոյի շանտաժի մասին։ Վռամը նշում է, որ այն օրը, երբ գրասենյակում ձեծ կրտուկ եղավ, տեսախցիկները անջատված էին։ Սկզբում Նարեն վստահ է, որ դա Արմոյի ձեռքի գործն է, սակայն Վռամն ավելացնում է, որ ինքը վաղուց իր ձեռքով է անջատել դրանք։ Այդ պահին Նարեն ամեն ինչ ընկալում է նոր լույսի տակ։ Նա հասկանում է, որ Արմոն այդ ամբողջ ընթացքում սուտ էր խոսում, իրականում չունենալով որևէ տեսագրություն կամ ապացույց Հայկի դեմ։ Նրա բոլոր սպառնալիքներն ու շանտաժը դատարկ էին, կառուցված ստի վրա։ Այս բացահայտումից հետո Նարեն որոշում է վերջ դնել այս բեմադրված պատմությանը։ Նա հանդիպում է Արմոյին եւ հայտնում, որ այսօր ամեն ինչ պետք է ավարտվի։ Արմոն կորցնում է ինքնատիրապետումը, սկսում է քաշքշել Նարեին, բարձրացնում ձայնը, փորձելով ճնշել նրան։ Նրանց վիճաբանությունը պատահաբար նկատում է Սոնան։ Այգում լինելով նա տեսնում է, թե ինչպես է Արմոն բռնում Նարեի թևից ու առանց երկմտելու միջամտում է, պաշտպանում Նարեին ու կանգնում նրա կողքին։ Ամբողջ իրավիճակից հետո Նարեն ուղևորվում է գրասենյակ, որտեղ այդ պահին Սաքոն ու Արմոն են։ Նա առանց երկմտելու հանում է նշանադրության մատանին ու հստակ ասում, որ այս ամենը ավարտված է։ Պատմում է հորը ճշմարտությունը, որ Արմոն իրեն շանտաժի է ենթարկել, սպառնալով Հայկին ուղարկել բանտ, եթե ինքը չհամաձայնի նշանվել։ Սաքոն շփոթվում է ու ակնհայտորեն զարմանում է, սակայն Արմոն միանգամից փորձում է դուրս գալ իրավիճակից։ Նա ասում է, որ Հայկն իրոք ծեծել է իրեն, բայց ինքը չի պատմել այդ մասին, քանի որ չի ցանկացել ավելորդ լարվածություն առաջացնել ընտանիքում։ Սաքոն լսելով այս բացահայտությունը ոչ միայն չի զայրանում Արմոյի վրա, այլ սկսում է գովաբանել նրան, իբր բարոյական վարքագծի համար։ Սա Նարեին մղում է ծայրահեղ հիասթափության, քանի որ ակնհայտ կեղծիքը փաթեթավորվում է որպես ինքնազոհաբերություն, իսկ նա, ճշմարտությունն ասողը, մնացել է մենակ։ Միևնույն ժամանակ Սոնան զայնային հաղորդագրություն է ուղարկում Վռամին, մանրամասն պատմելով իր տեսածի մասին։ Նա ասում է, որ տեսել է, թե ինչպես էր Արմոն բռնում Նարեի թևից այգում ու սկսել վեճ ու քաշքշու։ Վռամը լսում է ձայնագրությունը, կատաղության մեջ է ընկնում եւ նրա զայրույթը հասնում է գագաթնակետին։ Այս ամենը կարող է մեծ հետևանքներ ունենալ, մեզ մնում է միայն հետևել ու տեսնել։ Իսկ դուք, հարգելի հետևորդներ, գրեք մեկնաբանություն, արդյոք Սաքոն թույլ կտա, որպեսզի Նարեն վերադարձնի նշանադրության մատանին։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոտկատեղը, ես չափեցի եւ հիմա դա ինքնի սարսափելի քիչ 81 սանտիմետր 81 սանտիմետրը իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչ եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնենք թերթը Եմինալինյա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա, բան ստացել, բայց